Բարի օր ժողովուրդ ջան, ուրեմն խնդալած չեմ կարողանում պահեմ, ուրեմն առավոտից նայում եմ սահմանադրական դատարանում ինչ ա կատարվում, ուրեմն հիշում եմ մի հատ Ղարաբաղցի ուժեղ տղա կար, որ Հայաստանում ասմերով այդ տղեն, որ կարաստ է իշխանափոխություն անի կամ եսի ինչ անի, իշխանություն կար ձեռը, ինչ ասես անին, կոտորում էին, ծեծում էին, ամեն ինչ անում էին։ Ժողովուրդ ջան, ես ձեզ չհիշացնեմ, դուք բոլորդ էլ լավ հիշում եք, բոլորդ էլ լավ գիտեք ինչեր էր կատարվում Հայաստանում։ Ես, ճիշտ ասած, մտածել եմ սրանք երևի առյուծի ձագեր են, ես ինչեր են, սրանց ոչ ահ ունեն, ոչ վախ ունեն, ոչ մի բան ունեն։ Ժողովուրդ ջան, հիմա ինչ եմ նկատում։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, ոչ մեկի ծեծել է, ոչ մեկի քթից արուն է եկել, ոչ մի բան չի կատարվել, ոչ մեկի հետ, ոչ մեկը հլա միջև հիմա նստել է, ոչ մի բան։ Նայում եմ սահմանադրական դատարանում, ուրեմն Էս ինչ ձև են բողոքում Նիկոլ Փաշինյանից, որ Նիկոլ Փաշինյանը սրանց հանդեպ էս ինչեր է արել, էս ինչեր է անում էս Նիկոլ Փաշինյանը, սարյուծի ձակ չի, սա տոր քանգեղ է այ մարդ, էս ինչ օրնակ գցել սրանց, որ սրանք սաղ բողոքում են Նիկոլ Փաշինյանից, որ Նիկոլ Փաշինյանը իրանց էս ինչեր է արել։ Ժողովուրդ լսում եք դուք ուշադիր ինչեր է կատարվում։ Ինչ որ մարդիկ թեմաներ են դնում, Նիկոլ Փաշինյանից էս ինչ ահուսարսար, Նիկոլ Փաշինյանը էս ինչեր է անում Հայաստանում, սրանց էս ինչ լրիվին են ինչ են ասում, կատվի ձագա սարքել, ինչա սարքել։ Այ ժողովուրդ ջան, բա հիմա ոնց անենք, պրծնենք էս Նիկոլ Փաշինյանից։ Քոչարյան, հիմա տղեն Նիկոլն, թե դու։ Հրա, ես իրականում իմացել եմ, թե դուք առյուծի ձագեր եք, հակայցվա կատվի չուտեր եք, արա դուք բոլորդ, պարզվում է կատվի չուտեր եք ուղակի, ես ինչ բողոքներ եք անում Նիկոլ Փաշինյանից, ես ինչեր եք անում, սենց նայում եմ սենց խնդալս գալիս է, տեսնում եմ սենց թրաշներով, վանկնոսներով, տղեկ են, բան են, եսի մեզ ինչ սենց, իրանց արևի սրտովը սենց գողական խոսքերով, բանով, տղեկ ջան, դուք գտնվում եք պետությունում, երկրում, որտեղ ամեն ինչը կառավարում է օրենքը, Նիկոլ Փաշինյանը չի կառավարում, Նիկոլ Փաշինյանը միայն երկրի վարչապետն է, մնացած ամեն ինչ էդ ինչից բողոքում եք, դուք դա բողոքում եք օրենքից, որ այս երկրում օրենք կա, ձեր հանդեպ օրենքով ամեն ինչ կիրառում են, օրենքն է կիրառում, Նիկոլ Փաշինյանը չի կիրառում, իսկ ձեր ժամանակներում դուք էիք անձամբ կիրառում, դուք օրենքին ոչնչացնում էիք, դուք գլխավոր դատախազ էիք սպանում, ոչնչացնում, դատավորներ էիք սպանում, դուք օրենքին ոչնչացնում էիք, որ այդ օրենքի աշխատողները իմանային, միայն դուք եք տղեն, դուք կարաք ամեն ինչ անեք։ Հիմա եկել եք Նիկոլ Փաշինյանից եք, Նիկոլ Փաշինյանը գնում է իր գործին, գալիս է իր տուն, ղեկավարում է երկրի բյուջեն, որ չթալանեն, Նիկոլ Փաշինյանը ուրիշ ոչ մի բան չի անում, մնացածը օրենքը ամեն ինչը կա, դատախազ իր գործն անում, քննիչը իր գործը, են մեկ իր գործը, են Օրբելյանը նոր եսի մեն ինչ ասում, Սեդա Սաֆարյանը, Մալադեստիկին Սաֆարյանին, մի հատ ձենը կտրացնել տվավ մի անգամից, գիտեն թե որտեղ ինչ ուզեն կասեն, արա, օրենքը մնում է օրենք, Հայաստանում օրենքն է գործում։ Իսկ դուք ուզում եք Նիկոլ Փաշինյանից սարքեք Քոչարյանի նման կակոյտո մի եսիմ միակ տղա։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը երկրի վարչապետ է եւ կառավարում է միայն բյուջե, մնացածը օրենքն է գործում, բոլորի հանդեպ։ Այ ես ուղղակի որ սրանք ասես բողոքներ են ներկայացնում, ես հիշում եմ իմ ասենք երիտասարդ վաղտելի տղա ժամանակ, որ տղեկ էինք, կռվում էինք, բան էինք անում, ամենքս մեր ճիշտն ու սխալը որոշում էինք, բան էինք։ Հիմա սրանք օրենքը կանի իրանց ձեռներ, տղեկ էին, առյուծներ էին,
աչուտարս ավիրում էին։ Հիմա իշխանություն չունեն, դարել են կուրկուրի ձանքեր այ մարդ։ Գնացել են բողոքում են սահմանադրական դատարանում Նիկոլ Փաշինյանից։ Նիկոլ Փաշինյանը սենց արել, Նիկոլ Փաշինյանը սենց արել։ Արա դա Նիկոլ Փաշինյանը չի անում, դա քննչական կոմիտեն անում, դա են հարկային, մարկային, նրանք են անում, արա։ Եթե բյուջեից փողակորում բողոքեք Նիկոլից։ Մի անգամ չի եղել, որ իրական Նիկոլից մեկը մի հատ բողոք ասի։ Չկա դենց բան։ Իրական Նիկոլից, իրական երկրի ղեկավարից բողոք չկա։ Միայն լաց են լինում Նիկոլը կառավարում է սրանց, Նիկոլը կառավարում է նրանց, Նիկոլը նրանց։ Գիտեն թե ուզում են, էդել են ուզում։ Նույն իրանց ժամանակների նման, որ այն ժամանակ ասել են ընտրությունները կեղծել են էս, ուզում են էս մի բան, այն ժամանակ որ ասում են Նիկոլ եկել է հողերը տա, Նիկոլ եկել է Արցախը հանձնի հելա չեղած։ Հիմա էլ էս մոմենտն են, ուզում են ասեն ամեն ինչը կառավարում է Նիկոլը։ Ամեն ինչը ինչ իրանց հանդեպ, ասենք էս կառավարությունն արել է, հիմա նրանք այդ նույն բանը, չեղած բանը, ուզում են գցել Նիկոլի ջեբը անընդհատ, որ հա Նիկոլն էլ է էլի կեղծել, Նիկոլն էլ է ասենց արել, Նիկոլն էլ է անենց արել։ Գժվելու բանը։ Մի խոսքով, հարգելի ինդիմություն ջան, հերիքա գյադություն անեք, այդ բողոքներն էլ, դա լավ տղերան ծարած բան չի, ինչ ասեմ ժողովուրդ ջան, մի խոսքով, նայում է սենց մարդու խնդալա գալի, լավ սա հեչ, մի քիչ էլ են բանից ասենք, այսօր մի հատ կարճ ես նենց վիդեո արի ասեցի, որ դե բանի Իսրայելի կառավարությունը բոլորը միանձնյա, նրանք մի բան մտածել են, կամ իրականում հնարավոր է, որ եղնի, ասենք, նրանց Թուրքիայի հետ ինչ-որ, ասենք ինչ կատարում է Իրանի հետ, բայց ես դրան չեմ հավատում, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի բլոկում է ու մեծ ամերիկական ամենամեծ բազաներից մեկը Թուրքիայում է Ինջիրլիկում բան, ես չեմ կարծում, որ Իսրայելը, ասենք դուխը կհերիքի, ասենք Թուրքիայի դեմ, եսիմ ոնց որ ասենք Իրանի դեմ կարողացավ, նա Ամերիկան կողքը կանգնեց կարողացավ, բայց Թուրքիայի դեմ չեմ կարծում, որ կարող է, սա մի բան մտածել են ես, ոնց ասել եմ, սա ես կարծում եմ իմ մտածածն է, սա ռուս-իսրայելա-թուրքական ծրագիր է, խանգարեն Տրամպի այդ գծի հիմար, որպեսզի այդ գիծը չլինի։ Դա կարող է եւ հենց Իսրայելը ինքը չուզի, որ ինչի համար չուզի, նա ուզում է Ադրբեջանին, ինձ թվում է պահի իր ձեռի տակ, Իսրայելը Ադրբեջանին ցանկանում է պահի իր ձեռի տակ եւ վերջ թույլ չի տալի որ հանկարծ Ադրբեջանը Թուրքիայի հետ սենց շատ մոտ կանա էլի ասենք նույնիսկ միացման նման են որ ասում են երկու պետություն մեկ եղբայրական թե ինչպես բաներ են ասում թուրքերը բայց ինձ թվում է դա Իսրայելը հենց նպատակը է դա որ այդ տրիփը բանը Հայաստանով չանցնի ուղղակի չանցնի, որպեսզի Ադրբեջանը ոչ մի ձև, նույնիսկ էկոնոմիկեսկի մնա Թուրքիայի հետ թույլ։ Հնարավոր է եւ Ադրբեջանը ու Իսրայելը նման բան պայմանավորված են լինեն։ Հնարավոր է որ Ադրբեջանը չցանկանա էլ շատ Թուրքիայի հետ մոտ կանա։ Շատ Թուրքիայի հետ մոտ կանալուց ինչա լինելու Ադրբեջանի հետ ուղղակի կորցնելու է իր անկախությունն էլի։ Ոնց որ մենք ենք ասենք Ռուսաստանի հետ եղել անկախ չենք եղել, ուղղակի կորցնելու է իր անկախությունը։ Ու ես մտածում եմ նման բաներ, հազար տեսակ բաներ եմ մտածում, չեմ կարծում թե մեր բարին ցանկանալով են արել, ասենք եվրեյները, բայց ամեն ոչ մի բան չի բացառվում ժողովուրդ ջան։ Մենք սովորական մարդիկ ենք, ամենքս մեր գլխի ուղեղի ասածը ասում ենք, մտածում ենք ամենքս մի ձև, ուղղակի հիմա որ նրանց մեջ լարվածություն կա, դա լավ երևում է, այդ լարվածությունն էլ հնարավոր է պատճառա
որ այդպես, բայց ասենք ինձ, ասենք ծանոթներ ունեմ, մարդիկ ընդհանրապես ուրիշ բաներ են ասում, ասենք Ամերիկայում, Եվրոպայում, նույնիսկ Հայաստանում ապրող ծանոթներ ունեմ, որ էլի, ասենք քաղաքականության այնց լավ ջիղ ունեն բան, նրանք ուրիշ բաներ են ասում։ Ասում են, պատես մտադրություն կա, որ Թուրքիայից հայկական հողերի վերադարձ լինի, ինչ որ, այդպես բաներ ասում են մարդիկ, չգիտեմ, չեմ կարող ասեմ։ Ես չեմ կարող ասեմ, որ Հայաստանում նման մտադրություն այս պահին գոյություն չունի, դա հաստատ, բայց որ ասենք Ամերիկայում, Եվրոպայում, բանում ինչ որ մարդիկ կան նման խոսակցություններ անում են, չգիտեմ։ Ինչ չգիտեմ, բայց խոսակցություններ կա։ Նման խոսակցություններ կա։ Դրա համար էլ ասում են Ադրբեջանը ակտիվ ասում է, իբր իրանք էլ պետքա բան անեն Հայաստանում բնակեցնեն բան։ Չգիտեմ, ժողովուրդ ջան, հիմա եթե ասեն այն հին հայկական հողերում կարան հայերը գնան 300-500 հազար, ով է գնալու ժողովուրդ ջան, ոչ մեկը իհարկե։ Ես չեմ կարծում, թե ինչ որ մեկը կարող է գնա։ Բավականին ժամանակ անցել։ Այսօր եթե ասենք Ղարաբաղցիներին ասեն, որ Ղարաբաղ, Ղարաբաղցիները կարող է գնան, որովհետև դեռ մի քանի տարի անցել, դեռ իրանց տները իրանց տեղում կանգնած է։ Իսկ ընդ ասենք Թուրքիայում այդ ամայի դաշտերում բանով ասենք հայը գնա ինչ անի, չգիտեմ։ Մի խոսքով, ես մարդկանց խոսքերից եմ ասում։ Մարդիկ կան ինձ հետ զանգում են, զրից են անում, բան Ամերիկայից, բանից, նման բաներ ասում են, որ նման ծրագրեր կա, թե ով է այդ ծրագրերը բան արել, թե ինչ են արել, չգիտեմ։ Մի խոսքով ժողովուրդ ջան, դե ընդունել են, տենանք իրադարձություններին հետևենք, էլի տենանք ինչ է կատարվելու։ Կարևորն է նա, որ մենք մեր այսօրվա գերագույն վտանգը հյուսիսից է գալի, հանկարծ մեր հանդեպ դրանք ծանր բաներ չանեն, էլի, մենք իրանցից չենք հրաժարվում, մենք իրանց հետ ոնց միշտ ասել են խոսքով, մենք բարեկամ պետություն ենք եղել, բարեկամ պետություն էլ մնալու ենք, մեր գնալ գալը ամեն ինչը լինելու է էսեն, բայց մեր անկախության հետ գործ չունեն, չեն կարող խառնվել, մենք մեր երկիրը ոնց ուզենք դենց էլ կառավարելու ենք, մենք մեր երկիրը, մեր անկախությանը ոչ մեկը չի կարող բանանի, միջամտի, իրենք էլ իրավունք չունեն մեր երկրում, ինչ որ իրանց մարդկանց տնեն, ընտրեն, նրանց ընտրեն, ես մի բան, մի բան, մենք ենք, մեր հայ ժողովուրդն է, մեր Հայաստանի ընտրություն ընտրում և վայելում Հայաստանը, հայ ժողովուրդը, տուրիստներին էլ միշտ սպասում ենք, ճիշտ ասած ես էլ եմ էլի տուրիստ ժողովուրդ ջան, ես էլ եմ գալու տուրիստ շուտով, մի խոսքով այդպես բաներ ժողովուրդ ջան, ինչ ասեմ, ձեր ցավը տանեմ, լավ եղեք, դուխով եղեք, այս 26 թիվը, ինձ թվում է, սա մեր Հայաստանի թիվն է, մեր Հայաստանի, այս ընտրություններն էլ ես համարում եմ, որ արդեն ավարտված է, դե ենով չի համարում, գիտեն թե սահմանադրական դատարանը ինչ որ բանա փոխելու բան, ոչ մի բան, ես ոնց ասել եմ, իմ կարծիքով նենցել լինելու է, հնարավոր է, որ Գագիկ Ծառուկյանից անցնի 4 բանը անցնի տոկոսը, 4.1, 4.2 դառնա ու անցնի մի 5 հոգի ու դրանով ամեն ինչը խախանդվի Նրանք էլ ասեն, աղտեցինք մենք Նիկոլին, և վերջ։ Լավ մնացեք ժողովուրդ ջան, հետևենք էլի տենանք ինչա կատարվում մեր երկրում, մեկ էլ մի բան էլ ասեմ պրամո էֆիրով, մեր լավ հետևորդներից, իմ շատ հին 8 տարի ինձ հետևում է, Աիդա Զոհրաբյանի այսօր ծննդյան օրնա, բարեմաղթանքներս Աիդա Զոհրաբյանին, առողջություն եմ ցանկանում, երջանկություն իրենց ընտանիքին ամեն տեսակ բարելավում, ինչ իրենք ցանկանան, լավ լինեք։